Բանտերի գերծանրաբեռնվածության, բանտարկյալների ինքնավնասման մասին խորհրդարանի ամբիոնից շարունակ ահազանգող Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում փակ հանդիպում է։ Շուրջ 2 ժամ տևած քննարկումից հետո քրեակատարողական ծառայության պետն ասում է, անհանգստացած է բանտերում ինքնավնասման դեպքերով։ Անհատական վերլուծություն ենք անում ամեն դեպքով եւ փորձում ենք հասկանալ, թե որտեղ են մեր սխալները։ 2025-ին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 23 դեպք, դրանցից 8-ը ինքնավնասում է եղել։ Ըստ վիճակագրության քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումներն ավելացել են ավելի քան 30%-ով անցյալ տարվա համեմատ։ Պատճառները շատ տարբեր են եղել, ունենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, ունեցել ենք անձինք, ովքեր նաև իրենց կատարած հանցանքով պայմանավորված չեն կարողացել համակերպվել այդ խնդրի հետ։ Մասնագետներն ահազանգում են, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պատշաճ բուժօգնություն չեն ստանում բանտերում։ Հետքը պարզել է, որ շատ հաճախ միանման մոտեցում են ցուցաբերում բժիշկները, տրամադրելով միևնույն հանգստացնող ցավազրկող դեղերը։ Քրեակատարողական ծառայության պետը վստահեցնում է, եղել է դեպք, երբ ազատազրկվածը թաքցրել է իր հիվանդությունը, ինչի հետևանքով էլ ինքնավնասում է եղել։ Ունեցել ենք անձ, որոնք որ հոգեկան առողջության խնդիր չի փաստվել անձի մոտ, բայց մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում անձի մոտ եղել են որոշակի հոգեկան առողջության հետ կապված դրսևորումներ, որոնք որ հետագայում անձը չի բարձրաձայնել դրա մասին։ Փակ հանդիպման ժամանակ ոլորտի պատասխանատուները որոշում են արագ գործի անցնել։ Պետք է լրացնել պատժի կրման և կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը։ Ծովինար Թադևոսյանն ասում է, թե չի կարող պնդել, որ մահացության դեպքերի պատճառը հենց կառավարության սահմանած հիվանդությունների ցանկն է, բայց կողմ է այդ ցանկի թարմացմանը։ Լինում են դեպքեր, որ ես անձի առողջական վիճակը տեսնելով, ես որպես այս դեպքում սովորական քաղաքացի, ով որ չունի բժշկության հետ կապված գիտելիքներ, մտածում եմ, որ այս անձը երևի թե ենթակա չի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու։ Շուրջ 2900 մարդ է այսօր Հայաստանում ճաղերի հետևում։ Լրագրողները Ծովինար Վարդանյանից հետաքրքրվում են, իսկ ազատ տեղեր ունեն, օրինակ Նորքաղ բանտարկյալների համար։ Իրավապաշտպաններն էին վերջերս ահազանգել, որ բանտերում էլ տեղ չկա։ Ձեր հարցի երկրորդ մասին միանշանակ չեմ անդրադառնա։ 1100 անձի տեղ դեռ կա քրեակատարողական հիմնարկներում, տեղեկացնում է ՔԿԾ պետը ու վստահեցնում։ Պատժից վաղաժամկետ ազատումներով են նաև բեռնաթափում բանտերը։ 2024-ին 130, այս տարվա նոյեմբերի տվյալով 150 անձ է ազատության մեջ հայտնվել վաղաժամկետ։ Տենդենսները ավելանում են։ Կարնե Մանգասարյան, Նորար Շարբաթյան և Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։